Բարև ձեզ, բարի գալուստ update լրատվական։ Հայաստանն ավարտել է իր հերթական ժողովրդավարական քննությունը, խորհրդարանական ընտրությունները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրության արդյունքները։ Ասենք, որ դրանք վերջնականը չեն, որովհետև որոշ ուժեր ամենայն հավանականությամբ պահանջելու են վերահաշվարկ, բայց ամբողջական հաշվարկի համաձայն ձայները բաշխվել են հետևյալ կերպ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 49,825%, Ուժեղ Հայաստան կուսակցություն 23,281%, Հայաստան դաշինք 9,934%, Բարգավաճ Հայաստան կուսակցություն 3,996%։ Սրանք առավել շատ ձայներ ստացած ուժերն են և այս պատկերը ցույց է տալիս, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չի հաջողվել հաղթահարել 4%-ի շեմը և եթե այլ փոփոխություններ չլինեն, կուսակցությունը չի անցնի խորհրդարան։ Հայաստանի Հանրապետության նախագահը ազգային ժողովի ընտրությունների առթիվ ուղերձ է հղել ընդգծելով, որ քաղաքացիների ազատ կամ արտահայտությամբ ձևավորված արդյունքները պետական իշխանության լեգիտիմության հիմքն են։ Նա շնորհավորել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը խորհրդարանական մեծամասնություն ստանալու կապակցությամբ, ինչպես նաև ազգային ժողով անցած մյուս քաղաքական ուժերին, կոչ անելով նոր խորհրդարանում առաջնորդվել Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերով։ Ուշ գիշերը Նիկոլ Փաշինյանը իրենց կենտրոնական շտաբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իրենք հաղթել են ընտրություններում և իր ասելիքն ու պլանը չի փոխվել։ Իմ ասելիքը և պլանը չի փոխվել, այդ ուժերի լիդերները պետք է բերվեն պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։ Նրանք քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն ձեզ հայտնի գործերով և քրեա օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ մեծ տեմպերով և արագ տեղի ունենա ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմով, քրեական գործերով, պետական շահերի պաշտպանության համակարգով, համայնքային շահերի պաշտպանության համակարգով և ի վերջո այս քաղաքական ուժերը իրենք քաղաքական ուժեր չեն, իրենք քրեա օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներ են և պիտի նրանք պետք է գործունեության դաշտ չունենան Հայաստանի Հանրապետությունում։ Ինչպես ասել եմ, պատերազմի եռագլուխ կամ լրտեսական եռագլուխ կուսակցությունը պետք է արմատախիլ արվի Հայաստանի Հանրապետությունից։ Քաղաքական դաշտում դա է մեր առանցքային անելիք։ Տոկոսի մասին հստակ է, մենք ձևավորում ենք կառավարություն, քանի մանդատով այդ արդեն կերևա հնդած։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը բացառեց հետընտրական զարգացումները հետևյալ պատճառաբանությամբ։ Ես բացառում եմ Հայաստանում հետընտրական զարգացումը։ Ես ասել եմ, կարծեմ հրապարակային ասել եմ, այո, իմ հարցազրույցում, որ հետընտրական զարգացում լինում է այնտեղ, որտեղ լինում է իշխանության կողմից ընտրությունների արդյունքների կեղծում։ Ընդդիմություն չի կարող հետընտրական զարգացում հարուցել, բացառված բան է, որովհետև իրենց ստացած ձայների մի շատ մեծ մասը այդ ընտրակաշառքով ստացած ձայներ են և բացառում եմ, որ Հայաստանի ժողովուրդը թույլ կտա, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ընդհանրապես թպրտա։ Թույլ տվեք կանխատեսել, որ ոչ մի հետընտրական պրոցես էլ չի լինի։ Փաշինյանի հայտարարությունից հետո իր առանձնատնից արված հայտարարության մեջ Սամվել Կարապետյանը երեկ տեղի ունեցած ընտրությունները խայտառակություն որակեց, նշելով, որ անցած մեկ ամսում ենթարկվել են հալածանքների և բռնությունների։ Կարապետյանը նշեց, որ իր թիմակիցները 70-ը կալանավորվել է, 700-ից ավելի մարդ ձերբակալվել։ Սիրելի հայրենակիցներ, այսօր ժամին ես ուզում եմ ներկայացնեմ ձեզ այս խայտառակ ընտրությունների իրավիճակը։ Դուք բոլորդ այս մեկ ամսում տեսաք, ինչ հալածանքների ենք մենք ենթարկվում, ինչ բռնությունների ենք մենք ենթարկվում։ Մեզանից, մեր թիմակիցներից մոտ 75 հոգի այսօր կալանավորված են, 700-ից ավել մարդ ձերբակալվել են և այս մարդիկ նույնիսկ չհանգստանալով որոշեցին ընտրության օրը
անհասկանալի գործերով զբաղվել։ Նույնիսկ աշխարհի պատմության մեջ չի եղել դեպք, երբ հաշվարկի ժամանակ ընդհատում են ու ասում են մենք առավոտյան 9-ին կներկայացնենք արդյունքները, տեսնելով, որ խայտառակ ձևի իրենց արդյունքները նվազում են եւ ամեն րոպե նվազում են, իրենք կանգնեցրին հաշվարկը եւ մենք նույնիսկ չենք հասկանում առավոտյան ինչ են ներկայացնելու։ Ես ուզում եմ ձեզ ասեմ, բոլորիդ ասեմ, վստահ եղեք, ընտրությունները դեռ չեն ավարտվել, ընտրական արդյունքները դեռ չկան, դրա համար մի անհանգստացեք, ինքը իրենք չեն ունենալու իրենց ուզած հաղթանակը, որովհետև դուք նույնիսկ իրենց հարցազրույցից, իրենց դեմքերի արտահայտություններից արդեն կռահեցիք, որ իրենց գործերը լավ չեն գնում։ Ուժեղ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը խոստանում է խորքային հայտարարություն անել խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքների վերաբերյալ բոլոր հաշվարկների ավարտից հետո։ Այս մասին Նարեկ Կարապետյանը հայտարարել է Facebook-ի իր էջում։ Ընկերներ, հարյուրազարավոր մեր հայրենակիցներ, շնորհակալ ենք ձեզանից առույցի պես պայքարելու համար։ Շնորհակալ եմ այն տասնյակ ու հարյուրավոր մեր ընկերներից, ովքեր հիմա անօրինական ձերբակալվել են այս 2 օրը, որպեսզի քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը կարողանա իր գործերը անի ընտրական process-ի ժամանակ։ Շնորհակալ եմ ձեզանից, դուք ձեր միջոցով, որ մեր ազգը կարող է իր պաշտպանողականությունը պահպանել։ Մենք էլ հանդես կգանք ավելի խորքային հայտարարությամբ, երբ որ ավարտած իրապես լինի հաշվետվությունները եւ հաշվարկները։ Շնորհակալ եմ բոլորիցս, ժողովուրդ ջան։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը դիմելու է կենտրոնական ընտրական հանձնաժողով, խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկ իրականացնելու հարցով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Բարգավաճ Հայաստան կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։ Նրա խոսքով քվեների հաշվարկի ընթացքում կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում Բարգավաճ Հայաստան կուսակցության դիմաց արտացոլվում էր 1 թիվ, իսկ յուրաքանչյուր հաջորդ թարմացման համար հայտնվում էր այլ թիվ, ընդ որում նվազած։ Քաղաքացիական պայմանագիրն ու Նիկոլ Փաշինյանն արդեն տոնում են հաղթանակը և ստանում շնորհավորանքներ աշխարհի տարբեր անկյուններից։ Պետությունների ղեկավարներն ու միջազգային գործընկերները գնահատում են ընտրական գործընթացը և իրենց բարեմաղթանքներն են փոխանցում Հայաստանին։ Բնականաբար մեր այսօրվա թողարկման կարևոր հատվածը նվիրված է լինելու հենց այդ ուղերձներին և դրանց քաղաքական նշանակությանը։ Սկսենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ուղերձից։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին ազգային ժողովի ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության հաղթանակի առթիվ։ Այս մասին Ֆրանսիայի նախագահը նշել է X-ի իր միկրոբլոգում արված գրառման մեջ։ Սիրելի Նիկոլ Փաշինյան, անկեղծորեն շնորհավորում եմ խորհրդարանական ընտրություններում այս ջախջախիչ հաղթանակի առթիվ։ Ես անհամբեր սպասում եմ ձեզ հետ միասին շարունակել սկսած աշխատանքը, մեր ժողովուրդների օգտին մեր համագործակցությունը ամրապնդելու, Հայաստանի խաղաղությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու, ինչպես նաև Եվրոպայի հետ ավելի սերտ կապեր հաստատելու համար, գրել է Էմանուել Մակրոնը։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և շնորհավորական գրառման մեջ մասնավորապես նշել է. 2018 թվականին ձեր գլխավորած Թավշյա հեղափոխության ոգին կենդանի է և առողջ։ Մենք խորապես գնահատում ենք մեր գործընկերությունը ժողովրդավարական Հայաստանի հետ, որն ավելի ու ավելի է մոտենում Եվրոպային։ Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա, եզրափակել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը ևս շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետին նրա գլխավորած քաղաքացիական պայմանագիր կուսակցության Հայաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Հայաստանի ժողովուրդը ընտրություն է կատարել հօգուտ ժողովրդավարության, կայունության և ապագայի, որն ավելի ու ավելի մոտ է Եվրոպային։ Իսպանիան կշարունակի աջակցել Հայաստանին խաղաղության ճանապարհին և Եվրոպական միության հետ մերձեցման գործընթացում, X սոցիալական հարթակում նշել է Սանչեսը։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ևս շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին նա գրել է X միկրոբլոգում։ Վերահաստատված մանդատն արտացոլում է Հայաստանի ժողովրդի հարատև վստահությունն ու հավատը ձեր առաջնորդության և տեսլականի նկատմամբ։ Ակնկալում եմ սերտորեն համագործակցել ձեզ հետ Հնդկաստանի և Հայաստանի միջև ջերմ ու պատմական բարեկամական հարաբերությունների ու համագործակցության առավել խորացնելու նպատակով, նշել է Հնդկաստանի վարչապետը գրառման մեջ։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը արձագանքել է Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին և դրանց արդյունքներին։ Նիկոլ Փաշինյանը հաղթանակ է տանում։ Հայաստանը ընտրել է Եվրոպամետ ուղղությունը։ Սա կարևոր ազդանշան է, որ տարածաշրջանի ապագան դեռևս գրվում է, նշել է Տուսկը կից հրապարակելով վարչապետ Փաշինյանի հետ ջերմ հարաբերությունները պատկերող լուսանկար։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ևս շնորհավորել է Հայաստանին ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար։ Նա գրառման մեջ մասնավորապես նշել է, որ սա նաև հաղթանակ է Հայաստանի սուվերենության, անկախության և ապրելու իր ուղին ընտրելու իրավունքի համար։ Մենք ձեզ մաղթում ենք հաջողություն, եզրափակել է Զելենսկին։ Լիտվայի վարչապետը շնորհավորելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին նշել է, որ Հայաստանի ժողովուրդը կրկին արտահայտել է ժողովրդավարական արժեքների, տարածաշրջանային կայունության և եվրոպական ապագայի օգտին։ Մենք անհամբեր սպասում ենք մեր գործընկերության խորացմանը և Եվրամիության հետ ավելի սերտ կապեր հաստատելու ճանապարհին Հայաստանին աջակցելուն, գրել է Լիտվայի վարչապետը։ Լատվիայի նախագահը ևս շնորհավորել է Հայաստանի վարչապետին և ընդգծել է, որ Լատվիան հաստատակամորեն կանգնած է վարչապետ Փաշինյանի կողքին և աջակցում է Հայաստանի ու Եվրոպական միության միջև ել ավելի սերտ հարաբերություններին։ Շվեդիայի վարչապետը շնորհավորել է իր հայ գործընկերոջը Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում նրա ղեկավարած կուսակցության հաղթանակի առթիվ։ Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ Շվեդիայի և Եվրամիության համագործակցության խորացմանը, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության գործընթացին մեր աջակցության շարունակությանը, նշել է Շվեդիայի վարչապետը։ Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուն ևս միացել է շնորհավորանքներին և նշել, որ Մոլդովան և Հայաստանը կիսում են Եվրոպայում խաղաղության և կայունության ապահովման հանձնառությունը, և ես անհամբեր սպասում եմ մեր երկխոսության խորացմանը և առաջիկա տարիներին սերտ համագործակցությանը։ Էստոնիայի վարչապետ Քրիստիան Միխալը շնորհավորելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության արձանագրած հաղթանակի առթիվ նշել է, որ Հայաստանը շարունակում է ընտրել Եվրոպան և Էստոնիան հպարտ է աջակցել Հայաստանի եվրոպական ձգտումներին։ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան ևս շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին համապետական ընտրություններում նրա գլխավորած քաղաքական ուժի հաղթանակի կապակցությամբ։ Ռոբերտա Մեցոլան այդ կապակցությամբ գրառում է կատարել սոցցանցի X հարթակում, որտեղ նշել է, որ ցանկանում է շարունակել զարգացնել այս նորացված թափը Եվրամիություն Հայաստանի Հանրապետություն հարաբերությունները ամրապնդելու համար։ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը ևս շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Շնորհավորում եմ Հայաստանի ընտրություններում ձեր հաջողության առթիվ։ Ռուսաստանի կողմից լայնածավալ ճնշումների և միջամտության պայմաններում այս հաղթանակը վերահաստատում է հայերի ընտրությունը ունենալու ուժեղ, ինքնիշխան և անկախ Հայաստան, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին գրել է Կոսը։ Այլ թեմաների մասին Ազգային ժողովի փոխոստնակ Ռուբեն Ռուբինյանը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել, անդրադառնալով հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրություններին և արդյունքներին։ Ըստ Ռուբինյանի պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է, ինքնիշխանությունը և խաղաղությունը պաշտպանված։ Նա նշել է, որ ընդդիմադիր ուժերը 2018 թվականից մինչև օրս 8 տարի ունեին հասկանալու համար, թե ինչու էր ժողովուրդը նրանց մերժել, բայց չի օգտվել այդ շանսից, դասեր չի քաղել և այլևս շանս չունի ունենալու։ Առավել մանրամասն տեսանյութում։ Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է, ինքնիշխանությունը պաշտպանված է, խաղաղությունը պաշտպանված է։ Շնորհավորում եմ բոլորիս։ Եռագլուխ կուսակցությունը 2018-ից սկսած ուներ 8 տարի մտորելու, հասկանալու համար, թե ինչու ժողովուրդը նրանց իշխանությունից հեռացրեց։ Նրանք ունեին 8 տարի ապաշխարելու, ուղղվելու, փոխվելու համար։
Նրանք այդ շանսը չօգտագործեցին։ Եվ մենք եկել ենք ձեզ ասելու, որ նրանք այլևս շանս չեն ունենալու, նրանց որևէ շանս հնարավորություն չի տրվելու։ Քրեաօլիգարխիկ համակարգը պետք է մինչև խորքը արմատախիլ արվի եւ կարվի։ Ազգային ժողովի հանձնաժողովների նիստին 2025 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ իր խոսքում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձանագրել է, որ 2025 թվականին բավականին լայն թափով սկսվել է Ղարաբաղից տեղահանված հայրենակիցների բնապահովման ծրագիրը։ Պիտի ասեմ, որ մոտ 40,000 Ղարաբաղի մեր հայրենակիցներ արդեն ստացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եւ մենք շուրջ 50 միլիարդ դրամի բնակարանի ապահովման գծով հատկացումներ են իրականացրել եւ արդեն մի քանի հազար ընտանիքներ ձեռք են բերել բնակարաններ եւ տնավորվել են։ Նաեւ առաջիկա 10 տարում պլանավորում ենք շուրջ 800 միլիարդ դրամ հատկացում անենք, որպիսի արմատապես այդ խնդիրը լուծենք, նշել է վարչապետը։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը անդրադառնալով հարցին, թե ինչ մեխանիզմով են Հայաստանի Հանրապետությունում արտադրված գյուղատնտեսական ապրանքները մուտք գործելու Եվրամիության երկրներ նշել է, որ ընդհանուր քաղաքական ըմբռնում կա Հայաստանի եւ Եվրամիության միջև։ Մենք մտնում ենք տեխնիկական ձևակերպումների փուլ։ Միրզոյանը հաստատել է, որ սա քաղաքական որոշում է։ Ընդհանրապես կարող են գնալ հայկական բեռներ օդանավով, ասենք Եվրոպական միություն կարող են գնալ Վրաստանի տարածքով, այնուհետև կարող են գնալ Թուրքիայի տարածքով, հա, այդպես այլ տարբերակներ էլ կարան լինեն, բայց պակաս ռացիոնալ, օրինակ չգիտեմ հասնեն ծոց եւ բան, մենք իրատեսական եւ արդյունավետ ճանապարհներն ենք քննարկում։ Հունիսի 2-ին Կարսում տեղի ունեցավ շատ լուրջ հանդիպում Հայաստանի եւ Թուրքիայի գործարարների միջև, հանդիպումը կազմակերպված էր Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների մասնակցությամբ, առևտրային պալատների մասնակցությամբ եւ կողմից, եւ պետք է ասեմ, որ այս հանդիպումը էականորեն տարբերվում էր նախորդիվ երբևէ եղած, ասենք, չգիտեմ, շփումներից գործարար, որովհետև շատ հագեցած էր օրակարգով, շատ մեծ հետաքրքրություն էր առաջացրել նաև օրինակ Թուրքիայի արևելյան, հյուսիսարևելյան 3 նահանգների գործարար շրջանակների կողմից շատ էական մեծ հետաքրքրություն, եւ ես կարծում եմ, որ սա շատ լավ ստարտ է այս առումով, ես ակնկալում եմ, որ ռացիոնալ ժամկետներում առաջիկայում մենք ունենանք երկրորդ հանդիպումը Հայաստանի Հանրապետության տարածքում, ես տեղյակ եմ, որ կոնկրետ խոսակցություններ են սկսված գործարար շրջանակների, առանձին ընկերությունների կողմից եւ միջև, եւ ես ուրախ կլինեմ, վստահ եմ, որ կտեսնենք այդ խոսակցության շարունակությունը, կտեսնենք այդ խոսակցության նյութականացումը եւ շոշափելի պտուղները, մի գործընթաց է սկսված, որը կհամարձակվեն վստահություն հայտնել մեծ հաշվով չի կանգնելու եւ բերելու է ոչ միայն տնտեսական լավ արդյունքներ, այլև իր հետևից բերելու է նաեւ քաղաքական լավ արդյունքներ։ Շարունակում ենք թողարկումը։ Ստամբուլում Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Ֆիդանը ընդգծել է, որ Թուրքիան ակնկալում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրում, առանց հետաձգումների։ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանի հիմնավորված մտահոգությունները պետք է լուծում ստանան։ Նրա խոսքով Թուրքիան կանի հնարավոր ամեն ինչ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար, իսկ կողմերի ցուցաբերած քաղաքական կամքը տարածաշրջանի համար ստեղծել է հնարավորությունների հստակ պատուհան։ Հական Ֆիդանը նաև հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ երկխոսությունը, Ադրբեջանի հետ համակարգմամբ։ Նա հավելել է, որ վերջին 4 տարիների ընթացքում Թուրքիայի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրվել է զգալի առաջընթաց։ Այս պահին հերթը միջազգային լրահոսինն է, որը կներկայացնենք տեսաշարով։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հունիսի 7-ին Լոնդոնում հանդիպումից հետո համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։ Հայտարարության մեջ եվրոպական երկրները վերահաստատել են իրենց անվերապահ եւ վճռական աջակցությունը Ուկրաինային։ Նրանք ընդգծել են, որ Եվրոպան կարևոր դեր ունի ցանկացած կարգավորման գործընթացում, որպես Ուկրաինայի կայուն եւ հետեւողական աջակից։ Առաջնորդները հստակ նշել են նաև, որ բոլոր ջանքերը պետք է իրականացվեն Ուկրաինայի, եվրոպական ավելի լայն գործընկերների եւ Միացյալ Նահանգների սերտ համագործակցությամբ, ասվում է համատեղ հայտարարությունում։ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը պետական այցով ժամանել է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն։ Այս այցը Չինաստանի ղեկավարի առաջին այցն է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն վերջին 8 տարվա ընթացքում։ Այցի ընթացքում Սի Ցզինփինը հայտարարել է, որ Չինաստանի եւ Հյուսիսային Կորեայի միջև հարաբերությունները գտնվում են նոր պատմական մեկնարկային կետում։ Նա ընդգծել է, որ Չինաստանը պատրաստ է համագործակցել Կորեայի հետ երկկողմ հարաբերությունները ռազմավարական տեսանկյունից զարգացնելու, Չինաստան-Հյուսիսային Կորեա հարաբերությունները ժամանակի պահանջներին համընթաց պահելու եւ երկկողմ կապերը ել ավելի զարգացնելու համար։ Սի Ցզինփինի խոսքով Չինաստանը եւ Հյուսիսային Կորեան պետք է ամրապնդեն հաղորդակցությունը եւ փոխըմբռնումը, նպաստելու երկու երկրների սոցիալիստական զարգացման կայուն առաջընթացին։ Չինաստանի նախագահը նշել է, որ կողմերը պետք է ընդլայնեն համագործակցությունը եւ նպաստեն երկու ժողովուրդների բարեկեցության եւ բարեկամության աճին։ Սի Ցզինփինը նաեւ կոչ է արել պաշտպանել միջազգային արդարությունը։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հունիսի 8-ին հայտնել է, որ Միացյալ Նահանգները պատասխանատու է ցանկացած էսկալացիայի հետևանքների համար, որը կարող է առաջանալ Մերձավոր Արևելքում Իսրայելի գործողությունների պատճառով։ Ոչ ոք չի հավատում, թե Իսրայելի ռեժիմը կարող է որևէ գործողություն իրականացնել առանց Միացյալ Նահանգների հետ համաձայնեցման։ ԱՄՆ-ն պատասխանատու է Իսրայելի ռեժիմի ագրեսիայի համար եւ կկրի նաեւ պատասխանատվություն լարվածության ցանկացած սրման հետևանքների համար, ասել է Բաղային։ Իսրայելը եւ Իրանը ապրիլին հաստատված հրադադարից հետո առաջին անգամ հունիսի 7-ին վերսկսել են հարձակումները։ Պատճառը Իսրայելի կողմից Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում իրանամետ Հեզբոլա շարժման անդամների դեմ իրականացված հարվածներն էին, որն էլ պաշտոնական Թեհրանը անպատասխան չի թողել։ Կոսովոյի խորհրդարանական ընտրություններում հաղթել է վարչապետ Ալբին Կուրտիի ղեկավարած կուսակցությունը, որը սակայն չի հավաքել երկրի երկարատև քաղաքական ճգնաժամին վերջ դնելու համար անհրաժեշտ մեծամասնություն։ Պաշտոնական արդյունքների համաձայն քվեաթերթիկների 99.4%-ի հաշվարկով Կուրտիի կուսակցությունը հավաքել է ձայների 43%-ը։ Նոր կառավարություն ձևավորելու համար նրա կուսակցությունը կունենա կոալիցիոն գործընկերների կարիք։ Բալկանյան այս երկրում քաղաքացիները 18 ամսվա ընթացքում երրորդ անգամ էին գնում ընտրատեղամասեր։ Նշվում է, որ Եվրոպայի ամենաերիտասարդ եւ ամենաաղքատ երկրներից մեկը ձգտում է անդամակցել Եվրոպական միությանը, սակայն անցյալ տարվա ընթացքում գրեթե չի ունեցել լիարժեք գործող կառավարություն։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտնել է, որ գտնվում է Ուգանդայում, որտեղ կառավարությունը արագ եւ արդյունավետ արձագանք է ցուցաբերում Էբոլա վիրուսի բռնկմանը։ Սահմանային անցակետերում իրականացվող սկրինինգի շնորհիվ հաջողվել է հայտնաբերել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից եկող դեպքերը։ Երկրի վերահսկման, թեստավորման եւ հիվանդների կառավարման համակարգերը կատարում են կայուն աշխատանք, գրել է ԱՀԿ ղեկավարը X-ում։ Թեդրոս Գեբրեյեսուսը նշել է, որ մինչև այժմ Ուգանդայում հաստատված Էբոլայով վարակման 19 դեպքերից 14-ը եղել են Կոնգոյից ժամանած անձանց շրջանում, նրանցից 2-ը մահացել են։ Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել։ Ֆիլիպինների հրաբխագիտության եւ սեյսմոլոգիայի ինստիտուտը ցունամիի նախազգուշացում է հրապարակել երկրաշարժից հետո։ Մինդանաո կղզու հարավային եւ արևմտյան ափամերձ գավառների բնակիչներին հրահանգվել է անհապաղ տարհանվել դեպի բարձրադիր վայրեր։ Երկրաշարժի հետևանքով զոհվել է 3 մարդ, 4 մարդ տուժել է։ Գերատեսչության տվյալներով Մինդանաո կղզու հյուսիսային եւ կենտրոնական հատվածներում ընդհանուր առմամբ վնասվել է 37 շենք, այդ թվում դպրոցներ, հիվանդանոցներ եւ բնակելի տներ։ Տուժած շրջանների ոստիկանները մոբիլիզացվել են բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար։ Վնասների գնահատումը շարունակվում է։
Եվ վերջում եղանակի մասին։ Հանրապետության տարածքում հունիսի 9-ից 13-ը գիշերը եւ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև եւ ամպրոպ։ Տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ։ Հունիսի 9-ին եւ 11-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Այսքանն էինք պատրաստել այս թողարկման համար, շնորհակալ եմ ուշադրության համար, կհանդիպենք։